Արդյոք Հայաստանը կարող է ամեն ինչով կոնտր գնալ Ռուսաստանին եւ հաղթել։ Միանգամից ասեմ, կարող է, բայց այդ պոտենցիալ հաղթանակը վտանգի կենթարկի մեր գոյությունը։ Դա կարելի է, բայց դա խելամիտ չէ։ Ռիսկը արդարացված չէ, որովհետեւ մենք դառնում ենք Ռուսաստանի թիրախը։ Մեզ ձեռնտու չէ դառնալ Ռուսաստանի թիրախը։ Այն դեպքում, երբ մենք Ռուսաստանի հետ գրագետ երկխոսության արդյունքում կարող ենք ոչ միայն վնաս չկրել Ռուսաստանից, այլ հսկայական օգուտներ քաղել Ռուսաստանից։ Խնդիրը մեր փոքր լինելու մեջ չէ։ Խնդիրն այն է, որ մենք փոքր ենք եւ ունենք դեբիլ քաղաքական գործիչներ, որոնք չեն հասկանում, որ մեր պետության համար առաջնայինը գոյության խնդիրը պահպանելն է, հետո նոր զարգացման խնդիրը ապահովելն է։ Եվ դեբիլությունա ձգտել զարգացման, որի գինն է այնա, որ դու կասկածի տակ ես դնում քո գոյությունը։ Տուն սարքելիս խելամիտա նախ մտածել են բանի մասին, որ տունը չփլվի, հետո նոր մտածել, թե պատը ինչ գույն պիտի անես, ծաղկամանն էլ մեծ պիտի առնես, թե փոքր։ Դուք պիտի հասկանաք, որ Ռուսաստանին հակադրվելով Հայաստանը կարող է կորցնել 1 միավոր ռեսուրս, Ռուսաստանը կարող է կորցնել 10 միավոր ռեսուրս, բայց այդ 10 միավոր ռեսուրսի կորուստը Ռուսաստանի գոյությունը կասկածի տակ չդնի, իսկ այդ մի միավոր կորուստը Հայաստանի գոյությունը կասկածի տակ դնի, որտեղ Ռուսաստանը Հայաստանից 10 անգամ ավելի մեծ չէ, 100 անգամ է ավելի մեծ, 500 անգամ է ավելի մեծ։ Հասկանալ այս պարզ բաները չի նշանակում լինել ռուսամետ, չի նշանակում դառնալ Ռուսաստանի վասալը։ Հակառակը, Ռուսաստանի թիրախ դառնալն է, որ Հայաստանին դնում է Ռուսաստանի վասալը դառնալու վտանգի տակ։ Թե մտածում եք առաջին հանրապետությունը ինքն իր կամքով է մտել Ռուսաստանի եւ Խորհրդային Միության կազմ։ Որ մի պետությունն է ինքն իր կամքով խորհրդայնացվել։ Դա եղել է ուժով, դա միշտ լինում է ուժով։ Հասկանալ մեծ պետության գրավիտացիան, հասկանալ, որ մեծ պետությունից կարելի է քաղել օգուտ եւ կարելի է ստանալ վնաս եւ անել այնպես, որ ստանաս օգուտ եւ չստանաս վնաս։ Ահա թե ինչ է պետք Հայաստանին։ Դրա համար պետք չի լինել ռուսամետ, պետք չի սիրել Ռուսաստանին, պետք չի Ռուսաստանի բոլոր թելադրանքները հալածյուղի տեղ ընդունել։ Դրա համար թեկուզ ուժերի գերլարումով պիտի հնարավորինս Ռուսաստանից տնտեսական կախվածությունը թուլացնել, հաշտվել թուրքերի ու ադրբեջանցիների հետ, բացել սահմանները, բնականաբար դա պետք է։ Հասնել այն բանին, որ Հայաստանը չունենա Ռուսաստանի ռազմական պոտենցիալ օգնության կարիքը, բնականաբար դա պետք է, բայց չդառնալ Ռուսաստանի թիրախը, որովհետև այս տարածաշրջանը առ այսօր շարունակում է մնալ ռուսական ազդեցության գոտի, բայց ինչ որ մի օր Ռուսաստանը կարող է հեռանալ այս տարածաշրջանից, կարող է հեռանալ, կարող է չհեռանալ։ Եթե հեռացավ Ռուսաստանը, Հայաստանը չի կարող իր շահի համար Ռուսաստանին պահել։ Եթե չհեռացավ, Հայաստանը չի կարող հեռացնել։ Հայաստանը չի կարող լինել սցենարի հեղինակ, բայց Հայաստանը կարող է երկու սցենարների համար էլ պատրաստ լինել։ Հայաստանին ինչ պատահել է մեր քաղաքական գործիչների դեբիլության պատճառով։ Եվ ինչ պատահելու Հայաստանի քաղաքական գործիչների դեբիլության պատճառով։ Ունիվերսալ օրենքները պարզ են, նախադեպերը կան, խելամիտ եղար կշահես, դեբիլ եղար կտուժես։